Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու եմ 2026 թվականի ընդհանուր կանխատեսումներից և նաև դրան ավելացրած խոսելու եմ հունվար ամսվա 2026 թվականի հունվար ամսվա կանխատեսումների մասին ավելի մանրամասն, այսինքն մենք ընդհանուր տարվա կանխատեսումներին ավելացնում ենք հունվար ամսվա կանխատեսումները, որպեսզի կարողանամ և առանձին նշանների համար խոսել և նաև խոսել հունվար ամսվա մասին ավելի մանրամասն և բնականաբար կսկսեմ մեր շատ սիրելի խեցգետիններից, որոնց ընդհանուր 2025 թվականի հոլովակը այդպես էլ չթողարկվեց։ Դե ինձ սիրելի խեցգետիններ, հունվար ամսվա մասին սկզբից կմանրամասնեմ, այնուհետև կանցնեմ 2026 թվականի ընդհանուր միտումներին։ Հունվար ամիսը ձեզ համար շատ կարևոր ամիս է։ Նախ առաջին հերթին նշեմ, որ քանի որ փետրվարին ունենալու ենք արդեն խավարումներ, հունվար ամիսը քիչ թե շատ ավելի հանգիստ ամիս է, սակայն այդ հանգիստը հարաբերական է։ Ինչու՞, որովհետև նախ հունվարի սկզբին մենք ունենք մոլորակային կուտակումներ ձեր 7-րդ ոլորտում։ Սիրելի խեցգետիններ, երբ մոլորակները հավաքվում են, այսինքն 3-ից ավել մոլորակ մենք ունենում ենք որևիցե ոլորտում, սա նշանակում է, որ մեր ուշադրությունը, մեր կենտրոնացումը, մեր ամբողջ էներգիան մենք կենտրոնացնում ենք այդ ոլորտի աշխատանքների վրա։ Իսկ 7-րդ ոլորտը, սիրելիներս, սա ամենակարևոր ոլորտներից մեկն է, սա մեր կողքի մարդիկ են, առաջին հերթին սա ձեր կողակիցն է, այսինքն եթե դուք ամուսնացած եք, ամսվա սկզբում պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեք ձեր կողակցին, նրա ցանկություններին, նրա առողջությանը և ընդհանրապես նրա հետ պետք է լավ հարաբերությունների մեջ գտնվեք։ Եթե դուք սպասարկման ոլորտում եք, այստեղ ձեր ուշադրությունը կկենտրոնանա ավելի շատ հաճախորդների վրա։ Ամսի 1-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ, որտեղ արդեն դեկտեմբերի վերջից տեղափոխվել են Վեներան, Մարսը, ինչու՞ չէ նաև Արևը։ Եվ ամսի 3-ին, սիրելիներս, լիալուսին է տեղի ունենում ձեր առաջին ոլորտում։ Սիրելի խեցգետիններ, դուք լուսնի զավակներն եք և սնվում եք լուսնի էներգիայով։ Սա նշանակում է, որ այս լիալուսինը այն էլ առաջին ոլորտում շատ մեծ ազդեցություն է ունենալու ձեր կյանքի վրա, այսինքն ինչ-որ մի հարց, ինչ-որ մի շատ կարևոր հուզող, տանջող հարց, որը վերջին 6 ամիսների ընթացքում միգուցե ձեզ չէր թողել, որ դուք քնեիք, այստեղ հունվարի 3-ին կամ նրա մոտակա օրերին լուծվելու է ձեզ համար։ Դա կարող է լինել ձեր արտաքին տեսքի հետ կապված, ձեր առողջության հետ կապված, ձեր ինքնագնահատականի հետ կապված, ձեր երեխայի հետ կապված, միգուցե ձեր ընտանիքի, ձեր ապրելու վայրի, ձեր շատ լուրջ ֆինանսական հարցի հետ կապված, այնպես որ սիրելիներս այս լիալուսինը կտա հնարավորություն այդ հարցի մասին այլևս չմտածելու։ Ամսի 6-ին Արևը միանում է Վեներային ձեր 7-րդ ոլորտում։ Սիրելիներս, նախ նշեմ, որ հունվար ամսվա ընթացքում շատ ունենք մոլորակային միություններ, որը շատ այնքան էլ հաճախակի տեղի չի ունենում, սակայն այս ամբողջ ամիսը այս միությունների արդյունքում դառնում է բավականին դինամիկ։ Ընդհանրապես, երբ մոլորակները միանում են, մեկը մյուսին փոխանցում են իրենց էներգիան և ստացվում է այնպես, որ Արևի ու Վեներայի միությունից Արևի ուժն է քչանում, սակայն Վեներայի այդ զսպվածությունը, գեղեցկության հանդեպ սերը, չէ՞ որ այս պահին Վեներան այդ եղջյուրում է, ձեր 7-րդ ոլորտում է, ինչու՞ չէ նաև ֆինանսներ հավաքելու այդ կարողությունը շատ անում է։ Ամսի 8-ին Վեներան ու Մարսն են միանում ձեր 7-րդ ոլորտում։ Սիրելի խեցգետիններ, եթե դուք միայնակ եք, ապա այս երկու հակառակ սեռի ներկայացուցիչներ կոչվող այս մոլորակների միությունից դուք կարող եք ստանալ մեծ հնարավորություն գտնելու ձեր միակ սիրուն, այսինքն հունվար ամիսը տալիս է բոլոր նախադրյալները, որպեսզի դուք ունենաք կողակից։
Ամսի 9-ին, սակայն, մենք ունենք շատ հետաքրքիր ասպեկտացիաներ միանգամից երկուսը։ Նախ, Յուպիտերը լինելով ձեր առաջին ոլորտում, այսօրը Վեներայի հետ ընդդիմություն է կազմում։ Սա նշանակում է, որ ինչ-որ մի բան ամսի 9-ին ձեր սրտով չի լինելու, ինչ-որ մի բան, որ դուք ցանկանալու եք, չի ստացվելու, այսինքն մի փոքրիկ հիասթափություն կարող ենք ունենալ։ Սակայն հենց նույն օրը արևը միանում է Մարսին ձեր 7-րդ ոլորտում, կրկին սիրելիներ, սա նշանակում է, որ որքան էլ որ չստացվի, միևնույնն է, դուք համառորեն դա ուզելու եք, այսինքն ինչ-որ մի բան եք ուզում գնել կամ ինչ-որ մի հարց եք ուզում լուծել, որը ոչ մի կերպ չի ստացվում, սակայն Մարսը տալիս է իր ամբողջ էներգիան, որ դուք այդ հարցի լուծմանը ուղղված ունենաք ձեր էներգիան։ Ամսի 14-ին նույնպես ունենք լարվածություն, այստեղ արդեն ունենք Մերկուրի Յուպիտեր մոլորակների ընդդիմությունը 7-րդ եւ առաջին ոլորտներից, սա նշանակում է, որ կարող է խնդիր առաջանալ փաստաթղթերի հետ կամ կարող է խնդիր առաջանալ ձեր երեխայի հետ։ Ամսի 17-ին արդեն Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 8-րդ ոլորտ եւ աստիճանաբար ամսի 20-ից սկսած մոլորակները հերթով սկսում են տեղափոխվել ձեր 8-րդ ոլորտ։ 8-րդ ոլորտը արդեն ֆինանսներն են, վարկային հարցերն են, բանկերի հետ կապված գործարքներն են, այստեղ ժառանգության հարցերն են եւ սիրելիներս ամսվա վերջը այդպիսի հարցերի շուրջ է լինելու, որտեղ Վեներան է, այնտեղ ամեն ինչ հաճելի է եւ նշանակում է, որ պետք է, որ Վեներայի ազդեցությամբ այդ բոլոր ֆինանսական հարցերը շատ հաջող ստացվեն։ Սակայն ամսի 18-ին ունենք նորալուսին եւ այս նորալուսինը տեղի է ունենում ձեր 7-րդ ոլորտում, ինչը նպաստում է, որ առաջիկա 28 օրվա ընթացքում նոր մարդիկ, նոր հնարավորություններ ի հայտ գան ձեր կյանքում։ Սիրելի խեցգետիններ, եթե դուք սպասարկման ոլորտում եք, ամսի 18-ից հետո առավել եւս կակտիվանան ձեր հաճախորդները, նոր ընկերներ ձեռք կբերեք, նոր շրջապատում կհայտնվեք, նոր կողքի մարդիկ կավելանան, եթե միայնակ եք, ապա նոր սեր կարող է հայտնվել ձեր կյանքում։ Ամսի 20-ին արդեն Մերկուրի մոլորակն է տեղափոխվում ձեր 8-րդ ոլորտ եւ ամսի 20-ին մենք ունենք կրկին մի քանի ասպեկտացիաներ։ Հենց նույն օրը Սատուրն մոլորակը ձեր 9-րդ ոլորտից սեքստիլ է կազմում Ուրանի հետ 11-րդ ոլորտում, որը նշանակում է, որ ամսի 20-ին շատ հաջող է եւ ճանապարհ գնալը, եւ փաստաթղթային հարցերով զբաղվելը, եւ ինչու՞ չէ նաեւ մեծ կոլեկտիվում աշխատելը։ Հենց նույն օրը Մարսը ձեր 7-րդ ոլորտից տրին է կազմում կրկին Ուրանի հետ 11-րդ ոլորտում, ինչը նշանակում է, որ շատ հաջող կարող եք համագործակցել ձեր հաճախորդների հետ։ Սակայն ամսի 23-ին արդեն Մարսն է տեղափոխվում ձեր 8-րդ ոլորտ եւ այստեղ ձեր ամբողջ էներգիան, ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է ֆինանսական հարցերի վրա։ Սիրելի խեցգետիններ, ամսի 26-ին տեղի է ունենում մի հետաքրքիր երևույթ։ Նեպտուն մոլորակը, որը վերջին 13 տարիների ընթացքում եղել էր ձեր 9-րդ ոլորտում, տեղափոխվում է ձեր 10-րդ ոլորտ, կրկին 13 տարի ժամկետով, եւ սա նշանակում է 10-րդ ոլորտը լինելով բարձրագույն ոլորտ, նշանակում է այստեղ Նեպտունը բերելու է, բացելու է ձեզ համար հնարավորություններ բարձրանալու կարիերայի սանդուղքով։ Ես այս մասին բնականաբար կխոսեմ ամբողջ տարվա ընդհանուր կանխատեսումներում։ Ամսվա վերջը հետաքրքիր միություններով է պայմանավորված, 27-ին Մարսն է միանում Պլուտոնին, իսկ 29-ին Մերկուրին է միանում Վեներային կրկին 8-րդ ոլորտում, տալով ձեզ հնարավորություններ լուծելու բոլոր ֆինանսական հարցերը, որոնք դուք ունեք։ Սիրելիներս, այսքանը հունվար ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես կշարունակեմ արդեն 2026 թվականի միտումների մասին։ Դե ինչ, 2026 թվականը լինելու է բավականին հանգիստ տարի։ Եվ եթե համեմատենք 2025 թվականի հետ, որը կարելի է ասել բավականին խառնաշփոթ առաջացրեց մեր կյանքում, որովհետև շատ բարձր մոլորակներ
կարճ ժամանակով մի քանի ամսով փոխեցին իրենց նշանը, ապա ասես փոշմանած նորից հետ գնացին իրենց նախորդ նշանները։ Սա նշանակում է, որ մեր մտքերը ամբողջությամբ խառն են եղել 2025 թվականին, սակայն 2026-ը կտա ձեզ լրիվ այլ տրամադրություն։ Նախ խոսենք խավարումների մասին։ Խավարումները այս անգամ տեղի են ունենալու փետրվար-մարտ ամիսներին, սա առաջին խավարումներն են լինելու, փետրվարի 17-ին կունենանք արևի խավարում ձեր 8-րդ ոլորտում և մարտի 3-ին կունենանք լուսնի խավարում ձեր 3-րդ ոլորտում։ Ինչպես նկատում եք, խավարումները հիբրիդային են, այսինքն նույն առանցքի վրա չեն, որովհետև այստեղ դեռևս նախորդող 2025 թվականի խավարումների միտումը դեռ այստեղ շարունակվում է։ Նախ նշեմ, որ փետրվարի 17-ի արևի խավարումը ձեզ համար կբացի հնարավորություններ ստանալու ժառանգություն, կամ միգուցե մեծ ֆինանսական հարց լուծելու, կամ միգուցե անշարժ գույք գնելու, կամ միգուցե մեծ ֆինանսավորում կամ հովանավորչություն ստանալու ինչ-որ մեկի կողմից։ Մարտի 3-ի խավարումը, որը լուսնի խավարում է, սա վերջակետ կդնի այն բոլոր հարցերին, որոնք կապված են միգուցե ավտոմեքենայի հետ, միգուցե փաստաթղթերի հետ, կամ միգուցե քրոջ կամ եղբոր ընտանիքում եղած խնդիրների հետ։ Սիրելիներս, փետրվարի 17-ից մարտի 3-ը ունենք խավարումների միջանցք և այս միջանցքում ես սովորաբար խորհուրդ եմ տալիս կարևոր որոշումներ չկայացնել։ Հաջորդ խավարումները տեղի են ունենալու ամռանը, և այնտեղ արդեն օգոստոս ամիսը նույնպես լինելու է խավարումների ամիս, բավականին լարված։ Առաջին խավարումը ամռանը կլինի օգոստոսի 12-ին, ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, կրկին արևի խավարում է, առհասարակ հյուսիսային հարավային կետերն արդեն տեղափոխվել են ձեր երկրորդ և 8-րդ ուրեմն ֆինանսական ոլորտներ և նշանակում է խեցգետինների համար ամբողջ տարին ֆինանսական առումով պետք է տա հնարավորություններ։ Իսկ օգոստոսի 28-ի խավարումը կրկին հիբրիդային հետ կգնա և կլինի 9-րդ ոլորտում, որտեղ եղել է 2025 թվականին, սա կլինի արդեն լուսնի խավարում, որը հնարավոր է փակի այն թեման, որը կար 2025 թվականին կապված ճամփորդությունների հետ։ Այսինքն հնարավոր է, որ դուք ցանկանում եք ճամփորդել և արդեն օգոստոսի 28-ի այս լուսնի խավարումը իրականացնի ձեր երազանքը։ Երկրորդ կարևոր իրադարձությունը 2026 թվականի հետ կապված իհարկե հետընթաց Մերկուրին է և ի ուրախություն մեզ Մերկուրին ամբողջ 2026 թվականի ընթացքում ընդամենը 3 անգամ է լինելու հետընթաց։ Նշանակում է մենք պետք է առավել քան ուշադիր լինենք փետրվարի 26-ից մարտի 20-ը ընկած ժամանակահատվածին, քանի որ այստեղ Մերկուրին լինելու է 9-րդ ոլորտում հետընթաց, սիրելիներս, և սա նշանակում է, որ ճամփորդելիս հատկապես պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի մեր փաստաթղթերը չկորցնենք, նաև ուսումնական ծրագրերի հետ աշխատելիս, ինչու չէ նաև օտարերկրացիների հետ աշխատելիս, այստեղ Մերկուրին կարող է առաջացնել խնդիրներ։ Այնուհետև երկրորդ հետընթացը Մերկուրիի կլինի հունիսի 29-ից հուլիսի 23-ը, սա արդեն կլինի ձեր իսկ առաջին ոլորտում և այստեղ շատ խեցգետիններ կգտնվեն ինչ-որ ոչ սթափ վիճակում և չեն հասկանա, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, որովհետև Մերկուրին անմիջականորեն, կարող եմ ասել, կանզգայացնի ձեր մտածելու ունակությունները, այսինքն չեք կարողանա ռեալ և սթափ դատել։ Հիշեք, որ այդ ժամանակահատվածում ոչ մի կարևոր որոշում, ոչ մի կարևոր առք ու վաճառք չիրականացնեք։ Երրորդ հետընթացը կլինի հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 13-ը, սա արդեն կլինի 5-րդ ոլորտում և ձեր կյանք կբերի այն բոլոր հարցերը, որոնք կային կապված միգուցե երեխաների հետ, միգուցե ստեղծագործական աշխատանքի հետ։ Երրորդ կարևոր իրադարձությունը խոսելու եմ Նեպտուն և Սատուրն մոլորակների մասին միանգամից։
Ինչու՞։ Որովհետև այս երկու գիգանտներն էլ տեղափոխվում են 2026 թվականին ձեր 10-րդ ոլորտ։ Նեպտունը նշեցի արդեն հունվարի 26-ին է տեղափոխվում 13 տարի ժամկետով, իսկ Սատուրնը 3 տարի ժամկետով փետրվարի 14-ին է տեղափոխվում։ Սիրելիներս, առավել ուշադիր պետք է լինենք Սատուրնի ասպեկտացիաներին, որովհետև երբ Սատուրնը 10-րդ ոլորտում է, այստեղ այն կարող է ճնշել ձեզ։ Ճնշել այն առումով, որ որտեղ Նեպտունը տալիս է հնարավորություն, երազելու հնարավորություն, Սատուրնը այդտեղ սահմանափակում եւ կարելի ասել տաք ջուր է լցնում ձեր գլխին, որպեսզի դուք սթափվեք։ Եվ փետրվարի 20-ին այս երկու գիգանտները միանում են ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելիներս, Նեպտունի Սատուրնի միությունը այնքան էլ հաճախակի չի պատահում, դա կարելի ասել 100 տարին մեկ է լինում այս միությունը, եւ այստեղ փետրվարի 20-ին տեղի է ունենում այս երկու գիգանտների միությունը ձեր 10-րդ ոլորտում, որը կարող է ձեզ տալ շատ մեծ հնարավորություն կարիերայի սանդուղքով բարձրանալու, պաշտոն ձեռք բերելու, ինչու՞ չէ ընտանիք կազմելու, երեխա ունենալու, այսինքն 10-րդ ոլորտը սա մեր ամուսնական կարգավիճակն է, մեր պաշտոնն է, մեր անուն հեղինակությունն է։ 4-րդ կարևոր իրադարձությունը խոսելու եմ Ուրանի մասին, որը ապրիլի 26-ին տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ եւ այնքան էլ չի անհանգստացնի խեցգետիներին, իհարկե այստեղ Ուրանը կգտնվի մինչև 2033 թվականը, որից հետո արդեն կտեղափոխվի ձեր առաջին ոլորտ եւ դա անմիջականորեն կզգաք ձեր կաշվի վրա, սակայն առաջիկա 7 տարիների ընթացքում խեցգետիները կարող են հանգիստ ապրել, Ուրանի ըմբոստությունները իրենց այնքան էլ չեն խանգարի։ 5-րդ կարևոր իրադարձությունը 2026 թվականին բնականաբար խոսելու եմ Յուպիտերից, մեր գիգանտը, մեր մեծ երջանկության մոլորակը, որը այս պահին ձեր առաջին ոլորտում է եւ այդտեղ լինելու է մինչեւ 2026 թվականի ուրեմն հունիսի 30-ը, սիրելիներս, նշանակում է առաջին ոլորտում Յուպիտերը ձեզ տվել է կամ դեռ շարունակում է տալ հնարավորություն միգուցե ավելի լավ ապրելու, միգուցե ավելի լավ աշխատելու, ֆինանսական կարգավիճակը բարելավելու, միգուցե նաև գիրանալու հնարավորություն։ Սիրելիներս, Յուպիտերը գիգանտ է եւ այդպիսի հնարավորություն նույնպես տալիս է։ Սակայն արդեն 26 թվականի հունիսի 30-ին Յուպիտերը տեղափոխվելու է ձեր երկրորդ ոլորտ, որտեղ այն տալու է ձեզ ֆինանսական առումով շատ մեծ հնարավորություններ եւ այդ հնարավորությունները ձեր ոտքերի առաջ են լինելու մինչեւ 2026 թվականի հուլիսի 26-ը, նշանակում է սիրելի խեցգետիններ, պետք է գործի անցնել, պետք է բոլոր ձեր ուրեմն լծակները օգտագործել, որպեսզի ֆինանսական առումով կայունանաք եւ կարողանաք ունենալ ձեր բիզնեսը կամ ձեր երազած տունը կամ այն ամենը, ինչը կապված է մեծ ֆինանսների հետ։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ձեր 2026 թվականի ամբողջ ընդհանուր կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։